Ավանդույթի համաձայն դեկտեմբերի վերջին միշտ հավաքում ենք այստեղ, փորձելու ամփոփել այդ տարվա ձեռքբերումները եւ խոսել նաեւ հաջորդ տարվա խնդիրների, մարտահրավերների մասին։ Եվ եթե նայում ենք 2025 թվականին, պետք է արձանագրենք, որ իսկապես մեծ ձեռքբերումներ ունենք եւ դրա մասին են փաստում տնտեսական ուղղակի թվերը։ Եվ այս տարի հրապարակվել է առաջին 11 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը 8.3%, որը շատ տպավորիչ է։ Եվ ես հիշում եմ այս տարվա սկզբին, երբ որ կամ անցյալ տարվա երևի նոյեմբերին, երբ որ քննարկում էին 25 թվականի տնտեսական առաջնահերթությունները, մեծ մտավախություն կար, արդյոք մենք կարող ենք ունենալ 5% տնտեսական աճ։ Այսօր արդեն կարող ենք ասել, որ մեր տնտեսական աճը ամենայն հավանականությամբ մոտ կլինի 6%-ի կամ մի քիչ ավելի։ Եվ այս ձեռքբերմանը մենք հասել ենք բոլորս միասին։ Կառավարություն, գործարար շրջանակներ, կենտրոնական բանկ, ֆինանսաբանկային համակարգ, իհարկե բիզնես շրջանակներ եւ ի վերջո Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Երբ որ փորձում ենք ամփոփել ինչով է պայմանավորված հատկապես վերջին տարիներին այս տնտեսական աճը, ես կարող եմ արձանագրել, որ դա պայմանավորված է 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո վարված քաղաքականությամբ։ Տնտեսագիտորեն, երբ որ փորձում եք գնահատել, բավականին բարդ է ինքը։ Բայց որ կոռուպցիայի ազդեցությունը կարևորագույն նշանակություն է ունեցել այսօրվա տնտեսական հաջողություններում, դա միանշանակ է, որ պետք է շարունակել կոռուպցիայի դեմ պայքարել եւ այդ քաղաքականության շարունակականությունը ապահովել միանշանակ է։ Երկրորդը ես գտնում եմ, որ այն ինստիտուտները, որոնք ձևավորվել են եւ ձևավորման process-ում են, դրանց աշխատանքի արդյունքն ենք մենք խաղում։ Եվ այս առումով շատ կարևոր է հենց ֆինանսաբանկային համակարգի կայունությունը, այն աշխատանքը, որ դուք կատարում եք։ Եվ թվերը, որ դուք ներկայացրեցիք, պարոն Գալստյան, իսկապես շատ տպավորիչ է։ Երբ որ այս թվերին ձեր ներկայացնելուց հետո մի քիչ ուղղակի սեղանին դնենք եւ կարդանք, մենք կհասկանանք, որ իսկապես այդ թվերի տակ շատ մեծ ծավալուն աշխատանք է եւ այդ աշխատանքի մեջ մեծ դեր ունեք կենտրոնական բանկը, կենտրոնական բանկի ամբողջ աշխատակազմը, ինչպես նաեւ կոմերցիոն բանկերը, ինչպես նաեւ ֆինանսական համակարգի մնացած կառույցները։ Սա խոսքեր չեն, որ ես ուղղակի ասում եմ, սա ապացույց է, որովհետեւ աշխարհում այսօր տեղի ունեցող process-ների հիմքում ամենակարևորը ֆինանսական անհանգստություններն են, որոնք խանգարում են տնտեսության զարգացմանը։ Եվ այս առումով այն թվերը, որ արձանագրվել են Հայաստանի Հանրապետության հատկապես ֆինանսական կայունության առումով, դրանք մեկ անգամ եւս ապացուցում են, որ իսկապես այն աշխատանքը, որ կատարվում է այս բնակավարում, դրանք կատարվում են բարձր մակարդակով, բարձր որակով, եւ այստեղ շատ կարեւոր է, որ համահունչ է այն տնտեսական քաղաքականության, որը վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Մի կարևոր գործոն կա հաջողության հասնելու։ Երբ որ կառավարությունը եւ բանկային համակարգը իրար հետ համահունչ են աշխատում եւ սովորաբար բանկային համակարգը ինքնուրույն է աշխատում։ Մեր սահմանադրությամբ եւ օրենքներով բանկային համակարգը, կենտրոնական բանկը անկախ մարմին է։ Եվ պետք է խոստովանել, որ կառավարություններ ջանք չի խնայում, որպեսզի քաղաքականության այդ գիծը շարունակվի եւ պահպանվի։ Եվ այստեղ շատ կարևոր է նաեւ թե ինչպես է ֆինանսների նախարարության հետ աշխատում դուք, որովհետեւ ինչ եմ սա առանձնահատուկ նշում։ Վերջին ժամանակներս շատ էր քննարկվում, որ պետք է կենտրոնական բանկի որոշ գործառույթներ ոչ միայն Հայաստանին չի վերաբերում, ընդհանրապես աշխարհում մակարդակով դա պետք է անցնեն կառավարությանը, կառավարությունը ինքը պետք է ֆինանսներին տնօրինի այնպես ինչպես ցանկանում է, բայց իրական կյանքում շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ եթե ֆինանսների կառավարումը անցնում է կառավարությանը, այդ դեպքում տեղի ունեն ուղղակի տնտեսական ճգնաժամեր, գնաճեր, իրականում դուք կատարում եք այդ զսպող աշխատանքը եւ դրամավարկային քաղաքականության կայունությունը այսօր, որը մեր տնտեսական զարգացման կարևորագույն հենասյուներից է, հենց ցույց է տալիս, որ այսպիսի աշխատանքային ոճը արդարացված է եւ հետագայում է արդարացնելու է։ Եկող տարվա հետ կապված մեզ հետաքրքիր ժամանակներ է սպասում, չնայած որ մենք հիմա հետաքրքիր ժամանակներում ենք ապրում։ Երբ որ անցյալ տարի հունվարին մենք ելի խոսեինք ինչ է տեղի ունենալու 25 թվականին, մեզնից ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ տեղի կունենար օգոստոսի 8-ը։ Մենք կարող էինք խաղաղության պայմանագրի նախաստորագրում ապահովել եւ Միացյալ Նահանգների հետ 3 կարևորագույն հուշագրեր ստորագրել։
եւ ոչ ոք չէր կարող մշակել այն ինչ որ հիմա տեղի ունենում մեր տնտեսական կյանքում։ Այսինքն մենք սկսել ենք արդեն առևտուրաներ Ադրբեջանի հետ։ Մենք սկսել ենք օգտագործել մեր երկաթգիծը։ Ես հավատացնում եմ ձեզ, որ եկող տարի լինելու է ելի նմանատիպ անակնկալներ մեզ համար, եւ այդ անակնկալները միանշանակ նպաստել են մեր կյանքի բարեկեցության որակի բարձրացմանը, մեր նոր տնտեսական բնագավառում նոր հաջողությունների ձեռքբերմանը։ Ես չեմ ուզում ավելի երկար խոսել, պարզապես ուզում եմ բոլորիս շնորհավորել գալիք տարվա կապակցությամբ, բոլորիս մաղթել անձնական հաջողություններ, առողջություն, մեր երկրին, մեր քաղաքացիներին խաղաղություն, երկարաժամկետ կայունություն եւ նոր ձեռքբերումներ։ Շնորհակալություն։